Պարոն Ազնավուր, հրավիրեք ձեր հյուրերին ձեր տուն։ Կասկադի վերևի մասում գտնվող մեծ ֆրանսահայ շանսոնիե Շարլ Ազնավուրի տան առջև նրան հուշեց Ոսկե ծիրանի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը։ Ապա հյուրերը եւ Ազնավուրը ներս գնացին։ Հյուրերն անընդհատ շրջապատում էին նրան, լուսանկարում ու զրուցում։ Ձեզ դուր է գալիս ձեր տունը, հնչեց հարց շանսոնիեին։ Si tu es content de hier. Մեծ է, սեներս սարկված չէ, բայց սարկվի շատ լավ է։ Ils veulent savoir les réactions que tu as eues sur ces 2 jours où tu as été honoré. Voilà. C'est là-dessus. Oui, alors être honoré, c'est pas mon truc. Mais je suis toujours content d'être ici de toute manière. Traduit. Ինձ համար միշտ հաճելի է այցելել Հայաստան եւ ես անգամ եւս 2 օրվա ընթացքում լրացրեցի այն ինչ որ պակասեր մինչեւ այսօր։ Ազնավուրը Երևանում է իր կարոտն առնելու եւ զարդարելու հոբելյանական 10-րդ ոսկե ծիրանը։ Ինքը հրավիրեց բոլոր հյուրերին, հրավիրեց իր տուն, հրավիրեց իր փառատոնը, իր փառատոնը համարելով այնքան էլ լսել իր ֆրանսիացի ընկերներից փառատոնի մասին, որ միանգամից եւ մեծ սիրով համաձայնվեց եւ այս զբաղվածության մեջ գտավ ժամանակ եւ եկավ Փառք Աստծո եւ կարծում եմ որ ամենամաքուր եւ գեղեցիկ իր այսն էր Հայաստան, որտեղ կինոյի հետ էր կապված, ոչ երաժշտության հետ, ոչ քաղաքականության հետ։ Նա սիրում է կինոն, կինոյում շատ լավ դերեր է կատարել եւ աշխարհի կինեմատոգրաֆիստները իրան գիտեն որպես մեծ դերասանի։ Ոչ միայն որ մեծ երգիչ, այլ մեծ դերասանի եւ կարծում եմ որ գեղեցիկ այցելություններ եւ փառատոնը հարստացած դրանով։ Ազնավուրի տունը բացվել է դեռևս 2011-ին։ Այն կառուցվել է, որպեսզի ծառայի որպես ժամանակ առ ժամանակ Հայաստան այցելող երգչի տուն, հյուրասիրությունների վայր, նաև թանգարան։ Ամեն դեպքում, ինչպես նշեց Ազնավուրը, իր ննջարանն այս այցի ժամանակ պատրաստ չէր եւ նա գիշերում է հյուրանոցում։ Գիտեք ինչ, ես կարծում եմ, որ իր գործառույթը դեռևս պետք է ճշգրտվի։ Այսինքն, որտեղ սա ի վերջո ունի մի քանի բաղադրիչներ եւ հյուրատուն, եւ մշակութային ձեռնարկների կազմակերպման հատված։ Ես կարծում եմ, որ ժամանակի մեջ կճշգրտվի, թե ի վերջո ինչ գործառույթներով է այս շենքը աշխատելու, օգտագործվելու, կիրառվելու։ Կառույցի ճարտարապետը Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն է։ Ինքը հաջորդ ուրեմն գալիս նախատեսում է արդեն վերևում հարմարությունները վերջնական ստեղծել եւ կապրի այստեղ, ինչու՞ չէ։ Ազնավուրը կգա եւ այստեղ կգիշեր հյուրանոցում։ Ինչու՞ չէ, որտեղ վերևի հարկերը կան, ամեն ինչ նախատեսված է, ինքը բազմիցս այստեղ եղել է։ Շինարարության փուլից մինչև հիմա, այնպես որ մենք շատ հաճախ ենք եղել եւ ինքը իր պահանջները հաշվի առնված։ Աշխարհահռչակ երգիչը Հայաստանից հեռանում է վաղ առավոտյան։ Բարով գնաք։ Շնորհակալություն։ Բարով գնաք, բարով գաք։ Ստարջեմ ամենադեպս ես մինչև 18 խոսեմ, հաջողություն ձեզ։